Ողջույն, այսօր խոսելու ենք մի ելույթից, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեր պատկերացումները ձախողման մասին։ Խոսքը, իհարկե, լեգենդար Դենզել Վաշինգտոնի ու նրա ամենաազդեցիկ ուղերձներից մեկի մասին է։ Դե ինչ, եկեք միանգամից սկսենք ամենակարևորից, հենց այս գաղափարից՝ ռիսկը։ Դա ուղղակի ընտրություն չի, հասկանում եք, դա անհրաժեշտություն է, եթե ուզում ես իսկապես ապրել։ Ու մի պահ մտածեք, ինչ եք դուք իրականում կորցնում, երբ անընդհատ խուսափում եք ռիսկից։ Լավ, եթե ռիսկն այդքան կարևոր է, բա ինչ է նշանակում ռիսկի դիմել։ Հենց այստեղ է, որ Դենզելը վերցնում է մի խորհուրդ, որը վստահ եմ բոլորս լսել ենք ու ուղղակի գլխի վայր շուռ է տալիս։ Միշտ մեզ ասում են, չէ, պետք է մի բան ունենաս, որի վրա հետ ընկնես, այդ հայտնի պլան B-ն։ Բայց մի րոպե, երբևէ մտածել եք, որ հենց այդ անվտանգության ցանցն է, որ մեզ թույլ չի տալիս թռնել։ Դենզելը հենց սրան է մարտահրավեր նետում։ Ուրեմն տեսեք, ստացվում է երկու լրիվ տարբեր մոտեցում։ Մեկը վախի մասին է, անընդհատ հետ նայելու, իսկ մյուսը առաջ գնալու մասին է։ Նույնիսկ երբ սայթակում ես, նույնիսկ երբ ընկնում ես։ Դուք ո՞ր կողմում եք։ Հենց սա է ամբողջ ասելիքը, ձախողումը վերջ չէ։ Դա ինֆորմացիա է, դա դաս է։ Ամեն անգամ, երբ ընկնում ես առաջ, դու տեսնում ես, թե ինչի վրա ընկար, ու հաջորդ անգամ արդեն ավելի խելացի ես լինում։ Ամեն սխալը քեզ մի նոր, անգին բան է սովորեցնում։ Ու սա, գիտեք, ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն։ Սա իրականություն է, փաստ, որը ապացուցված է հենց այն մարդկանց կյանքով, ում մենք բոլորս հիանում ենք։ Պատկերացրեք 2600 անգամ։ Ռեջի Ջեքսոնը, բեյսբոլի լեգենդը, ունի ձախողումների բացարձակ ռեկորդ, ամենաշատ ամբողջ պատմության մեջ։ Բայց մենք նրան հիշում ենք դրա համար։ Ոչ, մենք հիշում ենք նրա հաղթանակները։ Կամ վերցնենք Թոմաս Էդիսոնին։ Հազար անհաջող փորձ։ Դուք պատկերացնում եք, թե ինչ է դա նշանակում։ Նա կարող էր կանգ առնել 999-րդ փորձից հետո ու վերջ, բայց նա շարունակեց։ Ու մենք չենք հիշում այդ ձախողումները, չէ՞։ Մենք հիշում ենք միայն լամպը, միայն լույսը։ Այսինքն, գլխավոր դասը սա է, ամեն ձախողում ոչ թե քայլ է դեպի հետ, այլ մի հսկայական ցածկ առաջ դեպի քո վերջնական նպատակը։ Ու այս միտքը եկեք խորը մտածենք սրա մասին։ Եթե դուք չեք ձախողվում, նշանակում է, որ դուք նույնիսկ չեք փորձում։ Նշանակում է, որ դուք ձեզ չեք մղում առաջ, չեք դուրս գալիս ձեր հարմարավետության գոտուց։ Իսկ եթե դա չկա, ուրեմն չկա նաև աճ։ Okay, ուրեմն համաձայնվեցինք, որ պետք է ընկնել առաջ։ Հիանալի։ Բայց դա ո՞նց անենք։ Ինչպես այս մտածելակերպը դարձնենք իրական գործողություն։ Տեսնենք, թե Դենզելն ինչ է առաջարկում։ Հենց այստեղ Դենզելը մի շատ կարևոր տարբերություն է դնում երազանքների ու նպատակների միջև։ Տեսեք, երազանքն առանց նպատակի ուղղակի ֆանտազիա է։ Դու կարող ես ամբողջ կյանքում երազել, բայց մինչև դրան չկցես կարգապահություն, հետևողականություն ու ամենօրյա աշխատանք, դա կմնա ուղղակի երազանք։ Ու նա իր սեփական օրինակն է բերում։ Պատմում է, թե ինչպես է գնացել Բրոդվեյի լսումների մի դերի համար, որը կարծես իր համար էր ստեղծված, բայց ինքը երգել չգիտեր։ Իհարկե ձախողվեց, բայց նա չհանձնվեց, հետ չընկավ։ Ոչ, նա սկսեց պատրաստվել հաջորդ լսումներին, հետո էլի հաջորդին։ Նա ասում է, որ շարունակում էր աղոթել, այո, բայց նաև շարունակում էր աշխատել, մինչև վերջապես ստացավ իր շանսը։ Ու հիմա պատկերացրեք, 30 տարի անց նա խաղում է մի հիթային ներկայացման մեջ ու որտեղ հենց այն նույն թատրոնում, որտեղ տարիներ առաջ ձախողել էր իր առաջին լսումները։ Սա է հետևողականության ուժը։ Սա է ապացույցը, որ ամեն ձախողում քեզ մոտեցնում է հենց այն բեմին, որի մասին երազում ես։ Լավ, խոսեցինք ձախողումից, նպատակներից, հաջողությունից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Եկեք մի քայլ առաջ գնանք։ Իսկ ինչ է լինում, երբ հասնում ես հաջողության։ Ինչն է դրանից հետո։ Դենզելը մեզ ստիպում է նայել մեր անձնական ամբիցիաներից այն կողմ ու տալ մի շատ կարևոր հարց։ Ինչ ես դու անելու այն ամենով, ինչ ունես։ Ոչ թե ինչ ես ստանալու, այլ ինչ ես տալու։ Կարևոր չէ, շատ ունես, թե քիչ։ Այո, խնդիրը քանակի մեջ չէ։ Խնդիրն այն է, թե ինչ ես անում քո յուրահատուկ շնորհներով։ Դա կարող է լինել քո ժամանակը, քո տաղանդը, անգամ քո համբերությունը, քո բարությունը, սերը։ Յուրաքանչյուրս, բացարձակապես յուրաքանչյուրս ունենք մի բան, որ կարող ենք տալ աշխարհին։
Ու հիմա հասանք երևի թե ելույթի ամենահզոր, ամենաուժեղ մտքին։ Մի պատկեր, որը վստահ եմ երկար կմնա ձեր մտքում։ Դա մեր չարած գործերի, մեր չիրականացված ներուժի գինն է։ Ու նա հարցնում է մեզ բոլորիս, ուղիղ հարցնում է. քանի այդպիսի ուրվական կլինի քո մահճի շուրջ։ Մի պահ կանգ առեք ու անկեղծ մտածեք։ Քանի գաղափար եք թողել սեղանին, քանի տաղանդ չեք օգտագործել, քանի երազանք կմնա ուղակի ուրվական։ Ու գիտեք, եթե այս միտքը ձեզ վախեցնում է, դա նորմալ է։ Բայց Դենզելը մեզ հիշեցնում է մի շատ կարևոր բան։ Երբեմն ձախողումը ոչ թե խոչընդոտ է, այլ հենց քո կողմնացույցը, հենց այն է քեզ ցույց տալիս ճիշտ ճանապարհը։ Նայեք իր սեփական ճանապարհին, սկզբում բժշկություն, հետո իրավագիտություն, հետո լրագրություն, նույնիսկ ունեցել է 1.8 միջին գնահատական, ու ընդմիջում է վերցրել ուսումից։ Թվում էր, թե անընդհատ սխալվում է, անընդհատ ձախողվում։ Բայց ամեն անգամ, երբ նա ընկնում էր առաջ, ավելի ու ավելի մոտենալով իր իսկական կոչմանը, դերասանությանը։ Ու հենց այդ ամենացածր կետում, երբ նա լրիվ կորցրած էր իրեն զգում մոր գեղեցկության սրահում, մի կին նրան ասում է մի մարգարեություն. դու ճանապարհորդելու ես աշխարհով մեկ եւ խոսելու ես միլիոնավոր մարդկանց հետ։ Սա ցույց է տալիս, որ պատասխանները կարող են գալ ամենաանսպասելի տեղերից, հենց այն պահին, երբ դու ամենից շատ դրանց կարիքն ունես։ Պարզապես պետք է բաց լինել ու լսել։ Այսպիսով, ամբողջ ուղերձը կարելի է ամփոփել երկու բառով։ Երկու պարզ, բայց անսահման հզոր բառ, որը ոչ թե խորհուրդ է, այլ կյանքի փիլիսոփայություն։ Ընկիր առաջ։ Մի վախեցիր սխալվելուց, մի վախեցիր ձախողվելուց։ Վախեցիր չփորձելուց ու նույն տեղում մնալուց։